Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը Երևանի ժամանակով առավոտյան ժամը 4-ի դրությամբ հայտնել է հրադադարի հաստատման մասին։ Այդուհանդերձ Հալեպի օդանավակայանը դեռևս շարունակում է փակ մնալ, դեպի Երևան չվերթը չեղարկվել է։ Ավելի վաղ Հալեպում կենտրոնական արձագանքման կոմիտեն հայտարարել էր, որ կառավարական ուժերի եւ քրդերի միջև բախումներից հետո ընդունել է 142,000 տեղահանվածի Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիե շրջաններից։ Տարհանվածները տեղավորվել են Հալեպում, ինչպես նաև Ազազ եւ Աֆրիի շրջաններում գտնվող 12 ժամանակավոր կենտրոններում։ Սիրիական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ կառավարական զորքերի Հալեպի կենտրոնում գտնվող մարդասիրական միջանցքների եւ բնակելի թաղամասերի վրա հարձակումների հետևանքով 10 խաղաղ բնակիչ է զոհվել, 88-ը վիրավորվել։ Երկու կողմերից էլ հաղորդվում են զոհվածների եւ վիրավորների մասին, զոհերի ճշգրիտ թիվը դեռ անհայտ է։ Քրդերը Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցերի ալիք են բարձրացրել Հալեպում լայնածավալ ռազմական գործողության դեմ։ Մասնավորապես Վանում եւ Մարդինում տեղի են ունենում հանրահավաքներ եւ երթեր։ Ավելի վաղ կառավարամետ Հյուրիետ թերթը հաղորդել էր, որ թուրքական իշխանությունները ձեռնարկել են անհրաժեշտ ռազմական միջոցներ Սիրիայում աշշարա ուժերի եւ քրդական ուժերի միջև բախումների հետ կապված տարբեր սցենարներով զարգացումներին դիմակայելու համար։ Արտգործնախարար Հական Ֆիդանը հինգշաբթի օրը հայտարարել էր, թե իրենք ցանկանում են տեսնել տարածաշրջանային կայունություն, սակայն Իսրայելը քաոսի ռազմավարություն է իրականացնում։ Նրա խոսքով Հալեպում ստեղծված իրավիճակը հենց այն է, ինչի մասին Անկարան զգուշացնում էր արդեն 1 տարի։ Ֆիդանը մեղադրել է քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հարևան Իրանում է իրավիճակը սաստկանում։ Ցուցարարներն այրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շենքը, հայտնում են իրանական տելեգրամյան ալիքները։ Բախումների հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ, թիվը դեռ ճշտվում է։ Տեղեկություններ կան, որ ցուցարարները մահուչապ ծեծել են պահապանների կորպուսի սպային։ NetBlocks միջազգային ծառայությունից հայտնում են, որ երկրում անջատված է համացանցը, կապի մակարդակը սաստիկ նվազել է։ Մինչդեռ Իրանի պաշտոնյաները չեն հայտարարել նախատեսված որևէ սահմանափակման մասին։ Ըստ Իրանի փոխնախագահի երկրի առաջնորդ Փեզեշքյանը հայտարարել է, որ անվտանգության ուժերը պետք է գործեն առավելագույն զսպվածությամբ, եթե ազգային անվտանգությանը լուրջ սպառնալիք չլինի։ Հիշեցնենք, դեռ դեկտեմբերի 29-ին են առևտրականները Թեհրանի կենտրոնում ակցիաներ իրականացրել իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ անկման պատճառով։ Բողոքի ալիքը օր-օրի մեծ թափ է ստանում։ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Միացյալ Նահանգները կարող է ուժեղ հարված հասցնել Իրանի ղեկավարությանը, եթե անհրաժեշտ լինի։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, թե ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող ցույցերին եւ եթե իշխանությունները վատ բան անեն ցուցարարների նկատմամբ, ԱՄՆ-ն շատ ուժեղ կհարվածի նրանց։ Հարցին, եթե Իրանի ղեկավարությունը զանգվածային սպանություն իրականացնի իրանցի ժողովրդի նկատմամբ, Միացյալ Նահանգների նախագահը կգնա նրանց օգնության, Թրամփը պատասխանել է. «Մենք հենց այդպես էլ կվարվենք»։ Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Վիգեն Էլջեքչյանը կնոջը ձեռագիր նամակ է ուղարկել։ Բուենոս Այրեսում տեղակայված հայ որբերի օգնության միության տվյալով նամակը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով է փոխանցվել։ Վերջերս Վիգենը ուներ լուրջ առողջական խնդիրներ, ընտանիքին հայտնել էր, որ քայլել չի կարողանում եւ նրան անգամ անվասայլակ չեն տրամադրում։ Հիշեցնենք, 46-ամյա Էլջեքչյանը Հայաստանի եւ Լիբանանի քաղաքացի է։ Ադրբեջանական զինված ուժերը Արցախում նրան առևանգել են 2020-ի նոյեմբերի 10-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից 1 օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44-օրյա պատերազմին։ Բաքվի ռազմական դատարանը 2021-ի հունիսին Էլջեքչյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց վարձկանություն, ահաբեկչություն, Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում կեղծ մեղադրանքներով։ Եվ վերջում ոստիկանությունն ամփոփել է նախորդ օրվա օպերատիվ իրավիճակը հանրապետությունում։ Ըստ ամփոփագրի 1 օրում բացահայտվել է 132 հանցագործություն, մասնավորապես 44 դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավախախտման, 17 դեպք թմրանյութի հայտնաբերման, 11 խարդախության, 5 դեպք ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության եւ այլն։ Ճանապարհատրանսպորտային վիճակագրության համաձայն անցած 1 օրում գրանցվել է 8 ավտովթար, 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Իդեպ հունվարի 1-ից 7-ը հանրապետությունում գրանցվել է 810 պատահար։ Այս ժամի համար այսքանը, մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է։ Կհանդիպենք։